Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում ուրախնդրի երթական թողարկումն է, հյուրընկալել եմ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի նախկին падգամավոր Արամ Մանուկյանին։ Ողջույն ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Վարչախմբի կողմից նախընտրական կաշառքների շրջանը սկսվեց։ Ընդամենը 2 ամիս առաջ ասում էր, թե թոշակառուն ավել 10,000 դրամը չի կարող ծախսել, հիմա մինչև 10,000 դրամով բարձրացնում է կենսաթոշակի դրույքաչափը։ Նախ փորձենք հասկանալ եւ հաշվարկել, սա կազդի, պարոն Մանուկյան, ընդհանուր առմամբ մեր էլեկտորալ տրամադրությունների վրա, թե նույնիսկ մեր կենսաթոշակառուներն են հասկանում, որ սա որևէ համակարգային խնդիր չի լուծելու, խիստ հատվածական լուծում է եւ չպետք է առաջնորդվել այդ փոքր եւ կես քայլերով։ Չէ, կազդի։ Այնպես չի, որ չի ազդի։ Թոշակառուները խոցելի խավ են եւ ցանկացած չափի օգնություն ազդում է։ Այնպես չի, որ բացարձակ չի ազդում։ Եվ ես ձեզ մի օրինակ բերեմ, շատ կոնկրետ օրինակ է։ Նույնիսկ այդ օրերին ես եղել եմ Շոտլանդիայում, Շոտլանդիայի մասին է խոսքը։ Երբ որ Շոտլանդիայում անկախության հանրաքվե կազմակերպվեց, նախնական տրամադրություններով exit poll-ով մեծ մասը քվեարկելու էր միացյալ թագավորությունից առանձնանալու օգտին։ Վերջին 2 օրվա ընթացքում բրիտանական իշխանությունները այսպիսի լուր տարածեցին, որ եթե հանկարծ անկախանում է Շոտլանդիան, ապա թոշակառուները ուղղակի չեն կարող թոշակ ստանալ, որովհետև այնտեղ բանկային համակարգը այսպիսին է։ Շոտլանդիան անկախ բանկային համակարգ ունի, բայց բոլոր դեպքերում ինքը մաս է կազմում բրիտանական բանկային համակարգի եւ բանկային համակարգը փոխանցումներ անում է շոտլանդական բանկերին, դրա հաշվին են թոշակներ գնում։ Այս վախը, որ Շոտլանդիայի թոշակառուները չեն կարող թոշակ ստանալ անկախացումից հետո, անմիջապես կտրուկ փոխեց իրավիճակը եւ թոշակառուները մի մասի իհարկե, բայց դա բոլոր դեպքերում տոկոս էր կազմում, քվեարկեցին միացյալ թագավորից դուրս չգալու օգտին։ Այսինքն այս խոցելի խավը ընդ որում նաև ակտիվ խավ է, այնպես չի, որ իրենք пассив են։ Ընտրություններին ամենաակտիվ խավն է։ Ընտրություններին ամենաակտիվ մասն է, նրանք փաստորեն որոշեցին Շոտլանդիայի ճակատագիրը թոշակի հարցով։ Այնպես որ դա կազդի, բնականաբար մի մասի վրա չի ազդի, եւ այստեղ ես ուզում եմ խոսել այդ բլեֆի մասին, սա բլեֆ է, իհարկե նախընտրական բլեֆ է, եւ սուտ է ասում վարչապետը, որ ասում է մեր եկամուտները հարկերի տուրքերի հաշվին բարձրացել են, դրա հաշվին ազատվել են գումարներ, որոնք իրենք ուղղում են թոշակային հիմնադրամ։ Իրականությունը հետեւյալն է, այդպիսի թվաբանություն գոյություն չունի։ Տարվա ֆինանսական այսպես ամբարը հավաքվում է նոյեմբեր-դեկտեմբերին, եւ նոյեմբեր-դեկտեմբերին իրենք պետք է ծրագրավորեին սա եկող տարվա բաշխումը իրականացնելու համար։ Փետրվար ամսին առավելևս հիմա չկա որևէ այդպիսի մեխանիզմ, որ հաշվեն, որ եկամուտները ավելացել են, թոշակները ավելացել, գումարները ավելացել են եւ դրա հաշվին ամենաառաջին ֆինանսական հաշվետվությունները գալիս են եռամսյակային, որի ամփոփիչն է լինում է, ասենք, ապրիլին։ Այսինքն ապրիլից շուտ կառավարությունը չի կարող անգամ ասել, որ այդպիսի մեծ գումարներ կան, ել չեմ ասում, որ առաջին 2 ամիսները ընդհանրապես բյուջետային տարվա համար ամենապասիվ ամիսներն են։ Այնպես որ սա բլեֆ է, օրենքի խախտում է, որովհետև բյուջեի մեջ այն գումարներ, որ հիմա իրանք տալու են, նախատեսված չի։ Սա ընդհանրապես միայն նախընտրական խնդիր է եւ իրենք փորձեցին իրենց սխալը ուղղել, եթե հիշում եք, հայտարարեցին, որ թոշակառուն ինչ է անելու այդ 10,000 դրամ, ինքը չգիտի որտեղ է ծախսելու, ավելի լավ է դա գնա առողջապահական ապահովագրության գնա։ Այնպես որ դա իսկապես բլեֆ է, դա լրիվ նախընտրական խնդիր է լուծում եւ կրկնում եմ, այն ինչ որ իրենք հայտարարում են, որ լրացիչ գումարներ է առաջացել, սուտ է։ Ուղղակի սուտ է, այդպեսի բան գոյություն չունի։ Մեկ այլ բլեֆից էլ պիտի խոսեմ ձեզ հետ, մենք մեր վերջին հարցազրույցում դրան մասնակիորեն անդրադարձել ենք, բայց այն ժամանակ Միացյալ Նահանգների փոխնախագահը դեռևս Երևան չէր եկել եւ ներդրումային հերթական փուչիկի մասին չէր խոսել։ Պարզվեց այնքան պրիմիտիվ են, որ նույնիսկ սխալ թարգմանությամբ էին փորձել ինչ որ միլիարդավոր ներդրումների ենթադրյալ ներհոսքի մասին խոսել, բայց շատ արագ դա էլ քողազերծվեց։ Հիշեցնենք, որ այդ 5+4 միլիարդ դոլարի մասին խոսքը ոչ թե ամերիկյան ներդրման մասին էր Հայաստանում, այլ ճիշտ հակառակը։ Եվ փաստորեն Միացյալ Նահանգները
դերևս որևէ տեղ չփորձարկված եւ չապացուցված իր արդյունավետությունը եւ անվտանգությունը չհիմնավորած մոդուլային ատոմակայանի ներդրման մասին էր խոսում 5 միլիարդը դրա կառուցման, 4 միլիարդը պաստորեն սպասարկման, վառելիքի եւ ընթացիկ ծախսերի շահագործման այն դեպքում, երբ կրկնում եմ, դա որևէ տեղ փորձարկված չէ, մեկ, երկրորդ մեր էներգետիկ համակարգը ամբողջապես այլ տրամաբանությամբ է կառուցված եւ Միացյալ Նահանգները ուղղակիորեն արդեն շահագրգռություն է հայտնում Հայաստանի էներգետիկ համակարգի ամբողջական փոխակերպման։ Եվրամիությունը հիշում եք մինչև $500 միլիոն էր պատրաստ տրամադրել նույնիսկ։ Եվ վերջին մեխը խփեց վարչախմբի ղեկավարը, երբ ասաց, որ Հայաստանը իր էներգետիկ համակարգը պետք է միասնականացնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Շատ պարզ ասեմ, շատ պարզ մեխանիզմ է գործում, այդպես խորանալու կարիք էլ չկա։ Այդ հայտարարությունը, որ նշանակում է մենք միանում ենք Ադրբեջանի էներգետիկ համակարգին, դա նշանակում է թրիպի հետ զուգահեռ, դա նշանակում է, որ մենք այսուհետ պետք է ստանանք գազ Ադրբեջանից, էլեկտրական հոսանք Ադրբեջանից, բարձրավոլտեր պետք է անցնեն թրիպի կողքով, գազատար պետք է անցնի, եւ սա ակնհայտորեն նշանակում է մերժում մեր նախկին մատակարարներից, որից մենք ստանում ենք մեր էներգետիկ համակարգի նյութական մասը գազ, հոսանք, նավթ եւ այլն 76%։ Այսինքն այսօրվա վիճակով Հայաստանը Ռուսաստանից ստանում է իր էներգետիկ ռեսուրսի 76%։ Բացի հիդրոէլեկտրակայաններից մնացած ամենը որոնք անշուշտ անկախ են, դրա հետ կապ չունեն, տեսականորեն այսպես ես ձեզ բան ասեմ, եթե անգամ այդ ծրագիրը իրականացվում է Նիկոլ Փաշինյանի, որը եթե իրականացվի առնվազն 5 տարվա ծրագիր է, մի համակարգից ուրիշ համակարգ գնալը, ծախսերը չեմ ասում, սիստեմների տարբերությունը չեմ ասում, ընդհանրապես զուտ քաղաքական խնդիր եմ ասում, եթե անգամ մենք դիվերսիֆիկացնում ենք իրենց ասածով 20%-ը կտրում ենք ռուսական բաժնից եւ տալիս ենք ասենք թուրքականին, ինչ ակնհայտ է հիմա, դրանով էլի այդ խնդիրը չի լուծում։ Գումարած դրանով առաջացնում ենք Շոյգուի Գալուզինի արած հայտարարությունների հիման վրա, մենք մեր դաշնակից ընկերոջից երես թեքելով քաղաքական խնդիր ենք լուծում եւ իրենք էլ քաղաքականապես են այդ բանին արձագանք տալու եւ Ամերիկայի ԵՀԿ դեսպանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռ անցկացնելու։ Դրանք գիտեք որ ցուրտ ձմեռներն են, երբ որ այս փոխանցումը պետք է արվի, այն մի համակարգից կտրվում ես նոր համակարգին ես անցնում, դա ժամանակ է պահանջում, էլի քաղաքական վտանգը կա, հələ քաղաքականն էլ չի հաշված, տեխնիկական անցումը իրենից տարիներ է պահանջում։ Այդ գազատարի կառուցումը, էլ բարձրավոլտի կառուցումը, կոմունիկացիաների կառուցումը եւ այդ տարիներին մենք լուրջ ձմեռներ ենք անցկացնելու։ Խնդիրը միայն թե քաղաքական առումով կտրվեն եւ գան թուրքական համակարգի տակ բանանի։ Ձեզ տեղյակ բան որ թրիպի այն կազմակերպությունը, որը պետք է ղեկավարի եւ կառույցի եւ սպասարկի այդ ամբողջ համալիրը միջանցքային բոլորը միասին նրանք արդեն Թուրքիայի շատ լավ հարաբերությունների մեջ են, նույնիսկ միջերկրական ծովում անգարներ են գնել, թուրքական սոկարի ադրբեջանական սոկարի անգարներ են գնել, այսինքն իրենք արդեն ադրբեջանա-թուրքական էներգետիկ համակարգի մաս են կազմում։ Այսինքն մենք գնալով այս ծրագրին առաջ ակնհայտորեն մտնում ենք սոկար Թուրքիա էներգետիկ այդ համակարգի մեջ, սա միայն տնտեսական մասն է, ասում թե քաղաքական մասերը ինչ կարող է լինել, գնահատելը կարող եմ գնահատել, բայց շատ դրա մեջ չխորանամ։ Հիմա մյուսը որ մոդուլայինի մասին ասում եք, ես շատ ուրախ եմ, որ 2 տարի է, որ ես խնդրով զբաղվում եմ, իմ բոլոր ինտերվյուներում, ձեր մոտ գոնե մի քանի անգամ ես խոսել եմ այս մասին, մոդուլային ատոմականների վտանգի մասին սկզբից չէին հավատում, չէին վստահում կամ չէին կարծում, որ այդքան վտանգը մեծ է, բայց հիմա փառք ասում, բոլոր կուսակցությունները, հասարակական, քաղաքական կազմակերպությունները զգում են այս վտանգը եւ սա դարձել է խոսակցության թեմա, տարածված է, սա շատ հարմար է եւ դա իշխանության վրա ճնշելու լավագույն միջոց է։ Ձեզ միայն մի բան ասեմ, 3 անգամ դիմել եմ ազգային անվտանգության ծառայություններին եթերով, որ իմ ասածները հստակեցրեք, ճիշտ եք, կամ ես սուտ եմ ասում, կամ հերյուրանք է, որ դրանք վտանգավոր են, կամ կանչեք մասնագետների, ես քաղաքական մարդ եմ, ինձ չեք հավատում, Հայաստանում կան լիք էներգետիկներ, այդ շկոլան Հայաստանում մինչալուց լավն է եւ մնացել է, հրավիրեք նրանց, ճշտեք ինչ վտանգներ կա այստեղ։ Դա ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ այդ խնդիրը լուծելու դեպքում եւ Ադրբեջանի համակարգ մտնելու դեպքում ակնհայտորեն
ատոմականի փակման խնդիրն է դրում։ Իսկ ատոմականը մեզ համար ոչ թե էներգետիկ աղբյուր է միայն, այլ ռազմավարական անվտանգային խնդիր է։ Մենք տարածաշրջանում միակ երկիրն ենք, որ ունենք ատոմակայան, եւ դա լրջագույն անվտանգային բաղադրիչ է։ Հիմա, երբ որ մենք մտնում ենք այդ մոդուլայինի ծրագրի տակ, չեմ վարանի կրկնեմ մի քանի փաստ, որը անընդհատ կրկնում եմ։ Աշխարհում չփորձարկված տեխնոլոգիա է սա։ Ամերիկյան կազմակերպությունները, որոնք առաջատար են այս տեխնոլոգիաների մշակման առումով, ոչ մի դեռևս փորձարկված եւ ստուգված տեխնոլոգիա չունեն։ Իրենց տարածքում նույնիսկ իրենց տարածքում մեկ հատ չկա դրած եւ իրենց այդ կարգավորիչ բանը ինստիտուտը ռեգուլատոր կոչվող կարգավորող ինստիտուտը միայն հլավոր գրում է բացասականների մասին, մասնավորապես դա մի քանի անգամ թանկ է, ձեռնտու չէ, վտանգավոր է, փորձարկված չէ եւ այլն։ Իրենք մեկ հատ մի քանի օր առաջ Կալիֆոռնիայից տեղափոխեցին մի հատ մոդուլային փոքր ատոմական դեպի Տեխաս ինքնաթիռով եւ հիմա կուզեմ դրա մասին ձեզ մի երկու բառ ասել։ Դա մոտավորապես այդ ամբողջ սարքավորումը, ռեակտորը միկրոավտոբուսի չափ է։ Թվում է թե գրավիչ է, փոքր է, բան է, այսպես ճկուն է, կարող ես մի տեղից տեղ տեղափոխել, շատ արագ հավաքել եւ էլեկտրական հոսանք տալ, ինչը անում են հիմա Ռուսաստանը եւ Չինաստանը։ Սարոչյալ օվկիանոսում անում, Ռուսաստանը նավի վրա է Լոմոնոսով, ակադեմիկ Լոմոնոսովի նավի վրա է, որը կամ ծովում է օգտագործում իր հոսանք, կամ անհրաժեշտության դեպքում այդ հեռավոր Կամչատկայի կողմերը կարող է մոտենալ ափին, ասենք 5000 տուն հոսանք տա կամ հանքերին որոշ հոսանք տա։ Չինաստանն էլ շատ հեռավոր հանքերի մոտ է դա օգտագործում, որտեղ բնակչություն չկա, իրանց այդ դեֆիցիտ հանքանյութերը շահագործելու հանելու համար են օգտագործում, էլի եթե վտանգ է լինի, բնակչության վնաս չի սպառնում։ Այսինքն գոնե հիմա, այսպես ամփոփեմ, բնակչության մոտ այդպիսի ատոմական դնելը խիստ վտանգավոր է։ Հիմա մեկ ուրիշ արգումենտ, որը երբեք չեն օգտագործել, ես հիմա օգտագործեմ այդ փաստարկը։ Մեր ատոմականը եւ բոլոր մնացած ատոմականները ունեն շատ մեծ, շատ ծավալուն պաշտպանիչ շերտ։ Բետոնե շերտեր են, ջրի հովացման սիստեմներ են, տարբեր անվտանգության համակարգեր են, փոսեր են, գերեզմաններ, այսպես ասած, որ անհրաժեշտության դեպքում կարող է ատոմականը կամ այդ ռեակտորի մասը ուղղակի թաղվել այդ փոսի մեջ, որպեսզի վտանգավոր չլինի։ Եվ այդ փոսերի մեծությունը տասնյակ մետրերով է չափվում բետոնի հաստ շերտերով։ Համեմատեք իմ ասած այս պաշտպանիչ շերտը, եւ դա բնական է, որտեղ ուրանը եթե ճառագայթում է 1-2 մետրանոց բետոնն էլ նրան կարող է չպաշտպանել, եւ այս դեպքում պետք է պարտավոր ունենալ լուրջ անվտանգության համակարգ, պաշտպանիչ շերտ, որ վտանգի դեպքում դրանք աշխատեն։ Հիմա եկեք համեմատեք իմ ասած առաջին փաստի հետ։ Փոքր միկրոավտոբուսի չափ ռեակտորը, որը ասենք թե բան է թողնում, սկսում է ճառագայթ թողնել, ատոմը բաժանվում է եւ ճառագայթ է թողում, այս դեպքում այդ փոքր սարքը լինի դա բետոնից, լինի մետաղից, ցանկացած մետաղից, այդ ֆունկցիան չի կարող կատարել։ Այսինքն սրանք նախատեսած են ոչ ծայրահեղ, ոչ վթարային դեպքերի համար եւ այդ մասով իրենք գործ չեն արել։ Իրենք գրավչության վրա են գնում, փոքր է, հեշտ տեղափոխվող է, ճկուն համակարգ է եւ դա կարող են օգտագործել այնպես տեղեր, որտեղ մարդ չի ապրում, վտանգ չկա, դա քաղաքներում, բնակավայրերում դնել ուղղակի անթույլատրելի։ Հայաստանն այդ առումով խիտ բնակեցված երկիր է, բնակավայրեր իրար մոտ են, մեր ատոմականը մեծամորը հենց բանում է, մեծամորում է, բայց գոնե ինքը ունի պաշտպանիչ հնարավորություն, մոդուլային ատոմականները այդ պաշտպանիչ բանը չունեն, համակարգ չունեն։ Այսինքն մենք գնում ենք մի բանի, մենք համաձայնվում ենք մի բանի, մեզ առաջարկում են մի բան, որը իրականում չկա։ Այսինքն մեզ տալիս են հեքիաթը, ցանկությունը, երազը, որ մենք կարող ենք ունենալ այդպիսի մոդուլային ատոմականներ, որը բան է, փուչ է, ասում են, դատարկ տեղ է։ Այդ դատարկ տեղը մեզ վաճառում են եւ այդ ձեր ասած 5 կամ 4 միլիարդանոց բանը, դա ամենևին ոչ նվեր է, դա մեր արտաքին պարտքին պետք է գումարվի եւ արդյունքն չի։ Խնդիրը հետեւյալն է։ Մենք դուրս ենք գալիս այդ անվտանգային համակարգից ատոմական փակելով, Թուրքիան հիմա կառուցում է 2-3 հատ մեծ
ատոմականներ, ռուսական։ Այո, Աքույում Ռուսական, մի հատ էլ կառուցում են միջերկրական ծովի ափին, եւ խնդիրը հետեւյալն է. մենք էներգիա վաճառողի վիճակից մենք Թուրքիային հիմա էներգիա ենք վաճառում։ Չգիտեն, սա չեն էլ ասում։ Մենք Վրաստանով ամեն տարի Թուրքիային էլեկտրական հոսանք ենք վաճառում։ Մեր մոտ ավելցուկ կա, իրենց մոտ պակասորդ կա։ Հենց որ մերը փակում ենք, իրենց բացում ենք, ստացվում է հակառակը։ Մենք պետք է ներկրող դառնանք արտահանողի կողմից։ Միշտ այս օրինակն եմ բերում։ Լիտվան նույն վիճակում էր մի քանի տարի առաջ, մեծ հզոր ատոմական ուներ, 1.6 մեգավատանոց, մերից մի քանի անգամ հզոր։ Եվրոպացիները խաբեցին լիտվացիներին։ Ասեցին, եկեք փակենք ձեր ատոմականը, դուք դրանով ռուսական կախվածությունից դուրս կգաք, եւ մենք ձեզ համար մոդուլային ատոմականներ կդնենք։ Ուրեմն Լիտվան ինգալի ատոմականներ արտահանողից ինքը արտահանում էր ընդ որում համակարգված մերձբալթյան երկրներին, Բելարուսին եւ Շվեդիային։ 5 երկրի ինքը հոսանք էր մատակարարում, փակեցին եւ հետո գլխի ընկան, որ այդ մոդուլային ատոմականները ռիսկ են ու մոդուլային ատոմականներ չկառուցվեցին։ Այսինքն մի երկրի ամբողջ էներգետիկ համակարգ, Լիտվայի նման արտահանող ուժեղ էներգետիկ համակարգ, ատոմայինի հաշվին համակարգը բան եղավ։ Փչացավ, դարձան, ընդ որում ես մի հատ փաստ էլ ասեմ, որը շատ կարևոր է, ներող կլինեք, այս թեման ինձ համար շատ կարևոր, դա ազգային անվտանգության թեմա է, դրա համար եմ մտահոգ եւ շատ եմ խոսում սրա համար։ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի արդյունքում Եվրոմիությունում որոշում կայացրեցին, որ եվրոպական բոլոր այն ատոմականները, որոնք փակման եզրին են կամ մոտենում են նրանց փակման գործարկման ժամանակահատվածը, պետք է փակվեն։ Որոշում կայացրեցին, հետ մտտել այդ որոշումը, քանի որ եվրոպական երկրները հիմա բոլորը գտնում են էներգետիկ ճգնաժամի մեջ, այդ ատոմականների ժամկետը երկարաձգել, վերակառուցել, անվտանգություն ամրացնել, փող դնել անվտանգության բաները աստիճանը բարձրացնելու համար եւ ատոմականներ չփակել։ Մենք ամբողջապես գնում ենք հակառակ ուղղությամբ, այսինքն աշխարհում 32 երկիր կա, որ ատոմային կայաններ ունի։ Միակն ենք հիմա, որ գնում ենք ոչ թե ատոմական ուժեղացնելու երկարաձգելու ժամկետի ուղղությամբ, այլ այդ ատոմականը փակելու եւ արդյունքում մեր 4 կողմը ունեցած ատոմականների սպասավորը դառնալու, նրանցից հոսանք առնելու։ Այն ինչ նկարագրեցիք, պարոն Մանուկյան, այն մոդելը, որը կարող է Աստված մի արած փորձարկվել Հայաստանում, մեր կյանքի մյուս բոլոր ոլորտներում այս վարչախումբը անցնող տարիներին փորձարկել է։ Նախ անվտանգության համակարգից սկսենք։ Հապկում ճիշտ է սառեցման ռեժիմ չկա, բայց նրանք ասում են փաստացի սառեցրել ենք, համարեք որ դուրս ենք հապկից։ Փոխարեն անվտանգության որևէ այլ մեխանիզմ առաջարկված չէ։ Ամերիկյան ներդրումները չեն կարող անվտանգության երաշխիք լինել, վկան երասխի մետաղագործական գործարանի տեղափոխումը, որ ամբողջությամբ մեր ինքնիշխան տարածքում էր, որի վրա փոխփողում էին ամերիկյան դրոշներ, բայց թշնամին կրակեց եւ ստիպված խորք դեպի Արարատ խոշորացված համայնք տեղափոխվեց այդ գործարանը։ Եվ կամ Կապանի օդանավակայանը, որը եւս մեր տարածքում է, բայց որտեղ նույնիսկ բարձվում է եղել են չվերթներ, որ այդ ինքնաթիռի պատուհաններին են կրակել նստած վիճակում, կամ հիշում եք, որ օդանավակայանի պատուհաններին էին կրակել Սոտքի հանքը, որը եւս ամբողջապես մեր տարածքում է, բայց որից արդեն գրեթե 3 տարի 23 թվականի մայիսից չեն կարողանում օգտվել։ Սա մեկ։ Երկրորդը ԵԱՏՄ-ն սա մի անհեթեթագույն պնդում է անում, ասելով, որ մեր նպատակը ԵԱՏՄ-ից դուրս գալը չէ, բայց մեր նպատակը Եվրամիություն մտնելն է։ Երկու կողմից էլ իրեն ասում են, որ դա հնարավոր չէ։ Կողմնորոշվիր, Օվերչուկը շատ ավելի հատու եւ կտրուկ է դա ասում։ Եվրամիությունից էլ հասկացնում են, որ չես կարող երկու աթոռի վրա հավերժ նստել։ Եվ տպավորությունը այն է, պարոն Մանուկյան, որ այս էներգետիկ համեմատական անկախությունից մեզ վերջնականապես զրկելը գալիս է այս շղթան, այս շարքը փակելու, որովհետև նույնը արվել է եւ մեր ռազմական անվտանգության եւ դաշինքային գործընկերների ոլորտում, եւ արվում է կամ արվելու է մեր տնտեսական գործընկերների ոլորտում։ Այսինքն դու զրկում ես թեկուս կասկածելի արդյունավետություն ունեցող, բայց գործող համակարգից քեզ, լավ իմանալով, որ տեղը ոչինչ չես ստանալու։ Ու կյանքի բոլոր ոլորտներում այդ պրակտիկան է կիրառում այս իշխանությունը։ Շարունակեմ ձեր ասածը, լիովին համաձայն եմ։ Մենք հիմա ունենք առաջարկներ եւ ունենք առաջարկներ նոր ատոմական կառուցելու։ Սա մեր կուսակցության ծրագրի մաս է կազմում, կարևորագույն մեծ մաս է կազմում էներգետիկ անվտանգության համակարգը, որտեղ ձեզ ուղղակի լսողներն են տեղյակ բայ, որ աշխարհի այդ ասածս 32 երկիրը, որոնք ունեն ատոմականներ, դրանցից 20-ը ռուսական տեխնոլոգիաներով են աշխատում։
Ռոսատոմը թիվ 1 մատակարարն է այսօր աշխարհում։ Թիվ 1 մատակարարն է, գիտեք ինչու համար։ Ընդ որում նա մատակարարում է այնպիսի երկրների, որոնք իր հետ անգամ ճշնամական են։ Այստեղ բանի առումով, տեխնիկա անվտանգության առումով երկրները դա անգամ հաշվի չեն առնում։ Մի հատ էլ ակնառու փաստ կա։ Միացյալ Նահանգների Ռուսաստանի մեծ կոնֆլիկտի մեջ Միացյալ Նահանգների ատոմային էներգետիկայի ուրանի հիմնական սպասարկողը Ռուսաստանն է, գիտեք, այսինքն 25% ամերիկյան ատոմականների վառելիքը Ռուսաստանն է տալիս։ Այս կոնֆլիկտ, բայց մեկ է էներգետիկ անվտանգության առումով այդ երկրները աշխատում են։ Այդ առումով օրինակ Ղազախստանն էլ էր շատ ուզում վերջերս նոր ատոմական կառույցի եւ իր համար գրավիչ էր նաեւ չինական բաները, տեխնոլոգիաները, բայց իրանք էլի ընդ որում կոնֆլիկտներ ունեն իրանք եւ Ռուսաստանի հետ կապված, բայց էլի ընտրեցին ռուսական տարբերակ։ Ինչու համար է։ Ես ձեզ խնդրելու եմ էներգետիկ մասնագետներ կանչեք, ես պրոֆեսիոնալ չեմ, բայց ես փաստերը շատ լավ գիտեմ, հիմնավորելու որ ռուսական տեխնոլոգիաները ամենաանվտանգն են այս առումով, մյուս փաստարկները մեր ամբողջ շկոլան էներգետիկ սպասարկման գիտնականների, սարքավորումների սպասարկման ամբողջ համակարգ, ամբողջ շկոլան եւ մասնագետներ ռուսական տեխնոլոգիաների վրա են մասնագիտացած։ Իրենք այդտեղ ավելի պրոֆ են, քան ուրիշ բան տեխնոլոգիաների վրա։ Եվ մեծ ատոմական կառուցելը, եթե մենք կառուցելու ենք, ասենք 36-ին ավարտվում է սրա ժամկետը, մենք 1.2 մեգավատանոց հոսանք ունենալու դեպքում, հզորություն ունենալու դեպքում սպասարկելու ենք, խնդրում եմ լսեք, Վրաստանին, մենք կարող ենք Ադրբեջանին անգամ սպասարկել, Իրանին եւ Թուրքիային։ Սա քաղաքական խնդիր, հասկանում եք, դուք դառնում ես ջոկեր, դուք դառնում ես լուրջ խաղացող, որը կենտրոնն է։ Դու լծակ ես ունեն, դու ազդեցություն ես ունեն տարածաշրջանում հոսանք վաճառելու եւ քո քաղաքական քշիրը այդ մասով ավելանում է։ Ռուսները սրան պատրաստ են։ Մեր խելոքները, չգիտեմ, ընդ որում սա չի նշանակում, որ ես առաջարկում եմ միայն ռուսականը։ Ֆրանսիական տեխնոլոգիաներ կան, դեռ 95 թվականից մենք կապի մեջ էինք ֆրանսիական գիտնականների հետ, որովհետեւ ֆրանսիական տարբերակներն էլ լավ են։ Երրորդ երկիրը ատոմային բաներ կառուցելու, ռեակտորներ կառուցելու Ռուսաստանն է, Ամերիկան է, հետո Ֆրանսիան է։ Այսինքն ֆրանսիական տեխնոլոգիաներն են լավը, լավն է նաև հարավային կորեական բան տեխնոլոգիաներ եւ չինական։ Մեզ ընտրել է պետք լավագույնը, ոչ թե քաղաքականը, այլ երկրի անվտանգությունը լավագույնս կազմակերպող տեխնոլոգիաներ։ Այդ առումով մերոնք ազատ չեն իրանց պահում։ Իրանք մենք ընտրել ենք միայն արևմտյան, միայն ամերիկյան պրոյեկտները, որը ռիսկային է, որը հեռանկար չունի ուղակի, որը ուղակի իրականանալու որևէ շանս էլ չունի այս բանին։ Մեզ այդ վարկը ով է տալու։ Պարոն Մանուկյան, կամ ամերիկյան այդ որ ընկերությունը պիտի նման խոշորացավալ ներդրում անի ուսումնասիրելով հայաստանյան շուկան։ Որքան էլ ամերիկյան փոխնախագահը Հայաստանում նման խոստում տա, իսկ հետո մենք, ես, դուք շատերս բացատրենք, որ իրականում խոսքը ուղակի ներդրման մասին չէ, խոսքը նույնիսկ պորտֆելային ներդրման մասին չէ։ Երբ ուսումնասիրում ես անցնող 35 տարում ամերիկյան ներդրումների մասնաբաժինը Հայաստանի տնտեսության մեջ ուղակի $300 միլիոն է, որը ծիծաղելի գումար է ուղակի, տասնյակ միլիարդավոր դոլարների ընդհանուր ներդրումային հոսքի մեջ ամենամեծը գիտեք, որոտան հեկն է։ Դրանից բացի այլ խոշոր ներդրում Միացյալ Նահանգները երբևէ Հայաստանում չի արել, չի էլ անելու։ Ես մի հատ թույլ կտակ ներողություն ընդմիջելու համար, մի հատ ծրագրային դրույթ ասեմ, որը շատ ավելի այսօր ակտուալ է Հայաստանի համար, որի վրա եւ կարելի է գումար ծախսել, եւ էներգիա ծախսել եւ բանակցություններ սկսել։ Դա կուտակիչների ստեղծումն է, այսինքն Հայաստանը սեզոնների, որոշ սեզոնի ունենում է ավելցուկ հոսանքի եւ չի իմանում ինչ անել։ Մենք ստիպված մի մասը տալիս ենք շատ էժան Վրաստանին, հետո Վրաստանից առնում ենք նույն ձևի Թուրքիային։ Իրանի հետ էլ իդե փոխանակում ունենք, հիշում եք, հոսանքը գազի դիմաց։ Հա, բայց դա այնպես չի։ Ես միայն ասում եմ էլեկտրական առևտրի մասին, էլեկտրական ուսանք, մենք այնտեղ էլեկտրական ուսանք միայն տալիս ենք։ Ստանում ենք գազ։ Ես խոսում եմ միայն էլեկտրական հոսանքի ամբարների մասին, ակումուլյատորների, կուտակիչների մասին, դա աշխարհի այսօր թիվ 1 խնդիրներից մեկն է։ Այսինքն երկրներ ունեն, որոնք սեզոնին լրացուցիչ հոսանք են արտադրում եւ պահեստավորման խնդիրն է լուծել։ Այդ ակումուլյատորները կոպիտ հաշվարկով ասեմ, եթե ասենք մենք 1-2 միլիարդ դոլար ծախսենք դրա վրա այդ ակումուլյատորները ստեղծելու համար, Հայաստանը կդառնա լրջագույն երկիր ամբողջ բանի վրա, այս մեր տարածաշրջանի վրա։ Այսինքն հիմնական խնդիրը այսօր, որ մենք կարող ենք լուծել Միացյալ Նահանգների հետ, Եվրոպական միության հետ, եւ այսը կլինի իսկական դիվերսիֆիկացիա։ Իրենց մոտ այդ տեխնոլոգիաները զարգացած են եւ արտադրում են։
մենք այդ գումարները պետք է ծախսենք այդ բաները այստեղ արտադրելու կամ առնելու, որի արդյունքում մեր էներգետիկ ամբողջ համակարգը կդառնա կառավարելի, վերահսկելի։ Այսինքն ամբողջ բաները լծակները այդ վահանակը կլինի քո ձեռքին եւ դու կարող ես երբ ուզես շատ արտադրես, այդ շատ արտադրածը պահես, հետո իջեցնես։ Էլի համակարգեր կան այդ բաները խնդիրը լուծելու ջրային օրինակ բաների դեպքում ավելի սա հեշտ բան է, մեխանիզմ է։ Երբ որ հիդրոն շատանում է, դու այդ հիդրոն օգտագործում ես այնպես, որ դրա թափված էներգիայի հաշվին այդ ջուրը բարձրանա վերև, ոչ 100%-ով, եւ հետո այդ ջուրը նորից էներգիա։ Ասենք թե, մի քիչ պարզ ասեմ, մարտ ամսին 100 միավոր ջուր է գալիս։ Մարտ ամսին ստեղծում է շատ էլեկտրական հոսանք։ Այդ 100 միավոր ջրի 20 միավորը ես բարձրացնում եմ նույն բարձրության վրա, ասենք Արագածի փեշին եմ բարձրացնում, եւ օգոստոս ամսին, երբ որ հոսանքը քիչ է, այդ ջուրը իջացնում եմ ներքև, ստեղծվում է լրացիչ հոսանք եւ բալանսավորվում է։ Սա էլի կուտակելու մի միջոց է։ Այսինքն էլեկտրական հոսանքը կառավարելի է դարձնում եւ վերահսկելի է դարձնում։ Հայաստանը պետք է այսևի խնդիրների շուրջ բան, այսինքն մեր ներքին ռեսուրսների հաշվին մենք կարողանանք մեր ռեսուրսները կառավարել։ Այս է ծրագիրը եւ մեր ծրագրի մեջ դա ընդգրկված է։ Այսինքն երբ որ խելացի մոտենաս, երբ որ համակարգված մոտենաս, կարող ես քո խնդիրները լուծել, անշուշտ կրկնում եմ, արևմուտքի հետ, արևմուտքը ունի այն տեխնոլոգիաները, որ ռուսները չունեն։ Ռուսները դա բանի շատ հեռու են այդ կուտակիչների ստեղծման։ Գնացեք բանակցություններ վարեք, այս խնդիրը լուծենք։ Եվ մեր Հայաստանի անվտանգային խնդիրը դրանով կլուծես եւ էներգետիկ անկախության խնդիրը հնարավորինս կլուծես, հնարավորինս։ Խնդիրների հաջորդ խմբին եմ ուզում ձեզ հետ անդրադառնալ, այդ մասին դուք վերջերս բարձրաձայնեցիք, բարբերաբար բոլորս խոսում ենք։ Խոսքը այս տարի միայն փակվող 231 դպրոցի մասին է, մոտավորապես 8000 երեխա սեպտեմբերի 1-ից կարող է չգնալ իր դպրոց։ Ասվում է նույնիսկ մինչև 260 դպրոց է փակման եզրին, այն բոլոր գյուղական դպրոցները, որոնք ունեն 100-ից պակաս աշակերտ։ Ավելին, ես վերջերս ապշանքով հայտնաբերեցի պարոն Մանուկյան, որ 2 տարի առաջ Երևանում դպրոց է փակվել։ Նման բան նույնիսկ 90-ականներին չէր եղել, բայց Երևանի կենտրոնում Վարդանանց փողոցում գտնվող Արշավիր Շավարշյանի անվան համար 40 դպրոցն է փակվում, մոտավորապես 100 աշակերտ ունեցող։ Սա իհարկե ժողովրդագրական լրջագույն խնդիր է եւ սա 1-2 գրչի հարվածով 1-2 տարում չես կարող լուծել, համակարգային միջոցառումներ են պետք կյանքի բոլոր ոլորտներում։ Բայց ես ուզում եմ մեկ օրինակով բերել եւ խոսքը տալ ձեզ, որովհետեւ գիտեմ նաեւ, որ այս թեման լավ ուսումնասիրել եք։ Ակնհայտ է եւ մենք գիտենք, որ հարվածի տակ են հատկապես սոցիալապես խոցելի խավերով եւ ամենաաղքատ մարզերը։ Շիրակի մարզն է, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի եւ Սյունիքի, օրինակ Սյունիքի մարզում ռեկորդային թվով դպրոցներ կարող են փակվել, Սյունիքի մարզում, որ այսօր նաեւ անվտանգության առումով ամենախոցելի ամբողջ Հայաստանի տարածքում, բայց Վայոց ձորի օրինակով եմ ուզում մի դրվագ ասել։ Բարձրունի եւ Խնձորուտ գյուղերը բարձր լեռնային սահմանամերձ գյուղեր, որտեղ գյուղերից յուրաքանչյուրն ընդամենը մի քանի տասնյակ ընտանիքի ապրում, այս գյուղերի դպրոցները պիտի խոշորացվեն, ակնհայտորեն այդ գյուղերը հայաթափվելու են, դատարկվելու են, որովհետեւ այդ դպրոցները համայնքաստեղծ են։ Ի հակադրություն դրա, օրինակ Էջմիածնի, Ծիածան եւ Ծաղկունք գյուղերը, որոնք դարձյալ հարևանությամբ են գտնվում, դա Էջմիածին է, դա Արարատյան դաշտ է, դա Երևանի մերձ է։ Միգուցե ենթադրենք, այստեղ կարելի է դա թույլ տալ, բայց Բարձրունի ու Խնձորուտի դեպքում, Սյունիքի բարձր լեռնային սահմանամերձ գյուղերի դպրոցների դեպքում որևէ կերպ դա չի կարելի ախր թույլ տալ։ Այդ մարդիկ արտագաղթելու են, թողնելու են իրենց տները։ Շնորհակալ եմ, ես եւ պատրաստվել եմ եւ պատրաստված եմ այս խնդրի շուրջ 23 թվականին, երբ որ այդ հրամանը դուրս եկավ, օպտիմալացնելու կամ փակելու, ընդ որում այդ հրամանագրի մեջ կառավարության որոշման մեջ փակել միավոր բառը չկա։ Իրանք այսպես մի հատ պլստացող բան են արել, կլաստերային ձևափոխումներ եւ կրթության որակի ապահովման խնդիրն են լուծում։ Իրենք էլ գիտեն ինչ են անում, որ միավորել եւ փակվել օպտիմալացնել խնդրի բառը չեն էլ օգտագործում։ Եւ հիմա էլ կրթության նախարարությունը գրում է, որ ինչ եք ասում, ինչ դպրոց փակելու մասին է խոսքը։ Մենք ընդհանրապես խոսում ենք օպտիմալացնելու եւ կրթությունը ինչ բառեր համահարթեցնելու, չէ, կլաստերիզացիայի ենք ենթարկում, որ ոչ մեկը չհասկանա դա այդ ինչի է տերմինը։ Իրականությունը հետեւյալն է։ Իրենք այն գլխից այդ որոշումը կայացրել են, ես 2 տարի ես դրա մասին խոսում եմ, ընդ որում սկզբից որ խոսում էի 150 գյուղի մասին էր խոսքը, այդ թիվը գնալով մեծացավ։ Եվ հիմա տեսեք ինչ է ստացվում։ Ուրեմն Հայաստանի 3-4 ամենախոցելի մարզերը
դրանք են Սյունիք, Վայոց Ձոր, Շիրակ եւ Լոռի։ Այստեղ ամենակիչ դպրոցները մենք ունենք, որովհետեւ ունենք ամենակիչ բնակչությունը։ Ես ասեմ, այդտեղ դպրոցների քանակը, որոնք միջինից այսպես ցածր են։ Շիրակում 163 դպրոց, Սյունիքում 117 դպրոց, Վայոց Ձորում 48 դպրոց եւ այս մարզերում այս ամբողջ փակվող դպրոցների 230-ի 2/3-ը ընկնում է այս 3 մարզին։ Միջինացված, ճշգրիտ թիվ չեմ ուզում հիմա ասեմ, 47, 48, 45 դպրոց է փակում յուրաքանչյուր նշածս մարզում։ 45 դպրոց փակվում է մեկ մարզում։ Ասենք դա Սյունիքն է, որ ունի 117 դպրոց, լնայեք, 117 դպրոցից 40-ից ավելը փակվում է այս մարզում։ Շիրակում նույնքան, Վանաձորի Լոռու մարզում այդքան, Վայոց Ձորում այսքան։ Սյունիքի դպրոցների 1/3-ը փակվում է։ Այդպես է ստացվում։ Այո։ Եվ այս կատաստրոֆա ասել եմ մի քիչ մեղմ է այստեղ, սա երկիրը քանդող գործընթաց է։ Հիմա ուրեմն ոչ շատ կարևոր, ներողություն եմ խնդրում այս բառից համար, ուրեմն 2300 ուսուցիչ գործազուրկ է դառնում, որովհետև այդ հեռավոր գյուղում, որտեղ ինքը աշխատում է, իր տան բակում է, դպրոցը գնում է դասի, 10 կիլոմետր այն կողմ չի կարա գնա, այնտեղ ուսուցիչ տեղ չկա, բոլորը բան են, լրացված են։ 2300 ուսուցիչ է գործազուրկ դառնալու եւ 2400 տեխնիկական աշխատող, դրանք հավաքարարներն են, լաբորանտներն են, պահակն է եւ այլն եւ այլն։ Այսինքն 4700 մոտավորապես 5000 մարդ գործազուրկ է դառնալու այս մի ակցիայի շնորհիվ։ Բայց դա էլի ոչինչ, ինչու համար եմ ես սա համարում ոչ ամենակարևորը, ներողություն խնդրելով բոլոր ուսուցիչներից, խնդիրը ուրիշ տեղ է։ Ես միայն սրա վրա եմ շեշտում գյուղերի դատարկվելը, դեմոգրաֆիկ կատաստրոֆան, որը տեղի է ունենալու։ Այս նշած գյուղերը, 230-ը, որի մասին ասեցի, իսկապես քիչ բնակչություն ունեցող գյուղեր են, շատ թույլ գյուղեր են։ Մի մասը բարձր լեռնային են, շատ բարձր լեռնային, որտեղ հասնելը անգամ դժվար է։ Ես 6 տարի աշխատել եմ այդպիսի գյուղերում եւ եթե ձյուն էր գալիս, ավտոբուսը չէր բարձրանում այդ բաները եւ դպրոցի դասերը ուղղակի ձախողվում էին, չէին դպրոց դաս չէր լինում, երբ որ ձյուն էր գալիս։ Ոչ հետ գնալու հնարավորություն կար, ոչ գանուչանում։ Հիմա որևէ ծնող, ես ես հավատացնում եմ, իր երեխային 7 տարեկան, 8 տարեկան երեխային 10-20 կիլոմետր հեռու չի ուղարկելու ձյան ժամանակ, որպեսզի գնային այնտեղ դասն։ Իր համար հեշտ տարբերակը իրան պահում էր գյուղում այդ ծնողներին, երիտասարդ ծնողներին, դպրոցը։ Եվ եթե հանկարծ դպրոցը փակվում է, բանալին փակվում են եւ ասում են մենք ավտոբուսով գալու ենք քո երեխան տանելու 15 կիլոմետր հեռու, դպրոց չեն գնալու։ Ինքը շրջկենտրոն է իջնելու։ Արտագեղթը ոչ միտեղ չեն գնալու, այնքան ուրիշ դժվարություններ կա, որ ես ասեմ, սրանք նուրբ բաներ են, ասենք երեխաները պատրաստ չեն իրենց գյուղը լքել։ Երեխաները իրենց դասարանը չեն ուզում լքել։ Երեխաները ուրիշ գյուղերի հետ կոնֆլիկտների մեջ են մտնելու, դա գյուղական բանում կա։ Եթե երկու գյուղի աշակերտներ մի դպրոցում են, նրանց մոտ միշտ կոնֆլիկտ է առաջանում։ Բայց սրանք էլի փոքր խնդիրներ են, հավատացնում եմ։ Դոմինանտ խնդիրը, հիմնական խնդիրը դեմոգրաֆիկ խնդիրն է։ Ինչու եմ սրա վրա կրկնակի շեշտադրում ուզում դնել։ Եթե մենք լինեինք զարգացած, հանգիստ, կանխատեսելի երկիր, կարելի էր այս ձևի բաների մասին մտածել, բայց մենք դեռևս ես համարում եմ պատերազմական վիճակում գտնվող երկիր եւ սահմանամերձ գյուղերը մշտապես 90 թվականի պատերազմից սկսած այս կողմ սահմանամերձ գյուղերը ունեն նաեւ պաշտպանիչ ֆունկցիա։ Տեղի տղաները ամենալավն էին կռվում, իրենց այդ տղաները ամենաշահագրգռվածն էին սահմանը պահելու, գյուղի սահմանները պահելու, պոստեր դնելու, հերթապահելու եւ այլն։ Հակառակորդն էլ տեսնում է, որ այդ տան լույսը վառ է։ Իհարկե, հիմա մենք մեզ զրկում ենք եւ սոցիալական խնդիրներից, եւ կրթական խնդիրներից, բայց լրացիչ անգամ ասեմ, անվտանգային խնդիրներից։ Ուրեմն այս 250-ի մեջ 100-ից ավել, մոտավորապես 180-ը լեռնային գյուղեր է։ Եվ դա 1/3-ն էլ բարձր լեռնային գյուղեր, որ միանգամից դատարկվելու են, երբ որ դպրոցի դուռը փակվելու է, արտագաղթելու են եւ ստացվելու է, իսկ ամենակարևորը, որ սա զռացող փաստն է, այդ 55 փակվող սահմանամերձ գյուղերից 27-ը միայն Սյունիքի մարզում է։ Այսինքն Սյունիքում կա, ասենք 55 դպրոց, որը կարող է փակվել, բայց սրա 27-ը կեսը սահմանամերձ են։
Եվ այդ գյուղերը դատարկվելու են, ես երաշխավորված եմ ասում։ Ինչու համար եմ սա երաշխավորված ասում, որովհետև արդեն այդ process-ը գնում է, այդ process-ի վրա ազդել նաև մի ուրիշ ֆակտոր, որը էլի շատ չի քննարկում։ Դա ներքին արտագաղթն է։ Հայաստանում տարիներ շարունակ գնում է այսպեսի մի հատ լրջագույն process։ Գյուղերից մարդիկ տեղափոխվում են Երևան։ Դրան խիստ նպաստեց այն այլանդակ որոշումը, որ Հայաստանի մոտավորապես 410-420 կառուցող շենքերի 400-ը բազմաբնակարան շենքերի մասին եմ խոսում, կառուցվում է Երևանում։ Վանաձորում կառուցող շենք չկա։ Մնացած քաղաքներում կառուցվող շենք չկա։ Գյուղի բոլոր բնակչությունը, տղամարդիկ, մանավանդ հիմա Խոպան դժվարացավ գնալ այս Ուկրաինայի պատերազմից հետո, այդ մարդիկ, ծեփագործները, որմնադիրները, զոդողները, օժանդակ բանվորները, բոլորը թողած իրենց անասուն պահելը, դաշտը հնձելը, դաշտը ցանելը, տեղափոխվել են Երևան, տաքսի են քշում կամ բանվոր են աշխատում։ Տղամարդ այդ գյուղերում համարյա չկա։ Հիմա դա մեր ռազմավարական մտածողության բացարձակ բացակայության մասին է խոսքը, կենտրոնացնել ամբողջ Հայաստանը Երևանում, դատարկել ամբողջ շրջանները բոլոր գյուղերից, սահմանամերձ գյուղերից։ Թիվ ասեմ, որ ձեզ համար էլի բանի պաշտոնական վիճակագրության թվեր եմ ասում։ Հայաստանի ամբողջ սպասարկումների, բոլոր սպասարկումների, որի մեջ մտնել քատուն, ֆոտո, ռեստորան, տաքսի ծառայություններ, վարսավիրանոցներ, ինչ ուզում եք, այդ բոլոր սպասարկող ծառայությունների 87-88%-ը Երևանում է։ Պատկերացնում եք, սա ինչ քանդարար վիճակ է, սա պետական վիճակագրություն է, բացեք վիճակագրական տվյալները, կտեսնեք, որ Հայաստանի 86-87%-ը սպասարկում իրականացնում է Երևանում։ Գալիս են այստեղ Վանաձորից, Գյումրիից տաքսի են քշում 4-5 օր, չեն լողանում, շաբաթ-կիրակի գնում են իրենց տուն, էլի գալիս են այստեղ աշխատում են։ Նույնը բանվորները, նույնը մնացած բոլորը։ Սա դավաճանական գործընթաց է։ Երբ մի երկիրը, որը ընդ որում շատ մեծ չէ, ծայրից ծայր միտեղից Հայաստան Երևանից հեռուն գնալ 300 կիլոմետրից են կողմ չի գնում, բայց բոլորին կենտրոնացնում են այստեղ, դատարկելով մնացած բաները։ Չկա համակարգային մտածողություն։ Սրա արդյունքում Հայաստանը ներսից է քանդվում։ Ընդ որում ձեզ ասեմ, սա էլի ասեմ, որ դա համակարգ է։ Համակարգ է եւ մենք ամենևին այս պատերազմում չենք պարտվել Ադրբեջանին։ Մենք հիմա պարտվում ենք հայաստանյան իշխանություններին։ Մեր հայաստանյան իշխանությունները տեսեք ոնց են Հայաստանը ներսից քայում, քանդում։ Կրթական համակարգ ասեցի, սա կատաստրոֆա է։ 230 գյուղ ոչնչացնելը, դա մի գյուղ եթե ոչնչացվեր, մի դպրոց փակել, մարդուն դատի էր պետք տալ։ Ընդ որում համեմատելու համար, որ էլի կրկին բանը պատկերացումը հեշտ լինի, պատկերավոր լինի, ասեմ, որ 1 տարվա այդ 230 գյուղի ամբողջ ֆինանսավորումը, որի մեջ մտնում է տաքացումը, ջեռուցումը, չգիտեմ, հավաքարարը, դպրոցի ծախսերը, ուսուցիչների ծախսերը, աշակերտների վրա ծախսերը, ամբողջապես 230 դպրոցի եւ գյուղի ծախսերը կազմում է 7 միլիարդ դրամ։ Սա ստից գումար է, հասկանում եք։ 3.5 միլիարդ դրամի միայն պարգևավճարային ֆոնդ էին դուրս գրել դեկտեմբերին։ Հաջորդ կիսամյակի համար էլ, իհարկե։ Ստացվի ուղիղ միայն կառավարական համակարգի հավելավճարումների եւ պրեմիաների համար Հայաստանը ծախսում է այնքան, ինչքան կարող էր ծախսել դպրոցների 1 տարվա համար։ Պարոն Մանուկյան, եւ մի հատ էլ թիվ ներողություն եմ խնդրում, ինֆորմացիան այնքան շատ է, Վասիլիկ այնքան շատ, որ անդադար ուզում եմ շատ ինֆորմացիա տալ, որ խոսքս համոզիչ լինի։ Ուրեմն այդ 230-ից 100 ներողություն 215-ը այդ համայնքի միակ դպրոցն է։ Այսինքն 215 դպրոց փակվելով 215 համայնքում այլևս չի լինում դպրոց։ Դպրոցը ձեզ ասեմ, ներող կնենք, հա, թույլ չեմ տալիս հարց տալու։ Դրանք ոչ թե կրթական հիմնարկ են, համայնքաստեղծ հիմնարկ, որոնք ոչ թե դպրոց են, ոչ թե շենք են, այլ համայնքը պահող, այդտեղ հավաքվում է գյուղական մտավորականություն, գյուղական ուսուցիչ, այդտեղ ժողով է արվում, այդտեղ նոր տարվա հանդես է արվում, այդտեղ սպորտով են զբաղվում, գրադանում միջոցառում, այսինքն գյուղի միակ աշխատող պետական հիմնարկը դպրոցն է։ Դա դպրոցի լուսավորման կետն է, իր այդ շփվելու, իր այդ ինֆորմացիա տարածելու, այդ մարդկանց կրթելու, այդ միակ հիմնարկն է, եւ այդ միակ հիմնարկն է գյուղի պահողը։ Ես խոսել եմ, գիտեք, շատ եմ խոսել այս ընթացքում, այս 2 տարի այս խնդրով զբաղվում եմ, պաշտոնյաների հետ, անունները չասեմ, պրեզիդենտականից եւ նախարարությունից։ Ասում եմ, ես ինչ եք անում։
Չեք հասկանում ինչ եք անում։ Ասում են պարոն Մանուկյանը, չէ՞ որ միավորում ենք 5 դպրոցը, մի հատ լավ դպրոց կսարքենք, կրթության որակը կբարձրանա։ Արա ասում էլի կարող է բարձրանալ կրթության որակը, բայց գյուղը, բայց դեմոգրաֆիան, բայց բնակչությունը, որ արտագաղթում է, դու հետո կարող ես այդ մարդկանց հետ տանել, չես կարող։ Հիմա եթե դատարկում ես, հետո տասնապատիկ գումարել դնես, այդ ձեր ասած բարձր լեռնային գյուղերում ոչ մեկը հետ չի գնալ։ Դուք Սյունիքի մի քանի տասնյակ գյուղերի դպրոցների փակման եւ հետեւաբար այդ գյուղերի հայաթափման վտանգի մասին խոսեցիք։ Ես սրտի մեծ ցավով եմ արձանագրում, որ Գորիսը, որը Սյունիքի Մարգարիտն է եւ որը ավանդաբար մեծ տուրիստական հոսքեր է ունեցել, 44-օրյա պատերազմից հետո էապես նվազեցրել է իր հետաքրքրությունը հասկանալի պատճառով։ Երկու ուղղությամբ դարձել է փակուղի։ Նախ Գորիսով գնում էին դեպի Ստեփանակերտ, պարտադիր կանգ առնելով այդ քաղաքում եւ Գորիսով գնում էին Կապան։ Արցախը չկա, Գորիս-Կապան ճանապարհն էլ, որն ամբողջությամբ մեր տարածքում էր, հանձնված է։ Հիմա Գորիսը շրջանցելով, Գորիս չհասած Տաթևի ճանապարհով, այդ նորակառույց ճանապարհով գնում ես Կապան։ Օրինակ Կապանում կյանքը շատ աշխույժ է։ Կապանը մեծ քաղաք է, մոտավորապես 50,000 բնակչությամբ, Գորիսը ցավոք ոչ, պարոն Մանուկյան, եւ ես սրտի մեծ ցավով եմ արձանագրում, որ Գորիսը պատերազմից հետո փակուղում հայտնվելով, ապա եւ ճանապարհի հանձնումից ու Արցախի ամբողջական հայաթափումից հետո Գորիսը դարձել է փակուղի եւ այնտեղ տուրիստական հոսքեր գրեթե չկան, ու դա էլ գալիս է ապացուցելու ձեր ասածը, որ այդ գերկենտրոնացումը Երևանում եւ Երևանը մուտանտ սարքելը, որ ուղղակի արդեն սիրտդ խառնում է այս վիճակից, էլի։ Տեսնում ես այս անկանոն կառուցապատում, այդ փոշին շնչում ես, Նուբարաշենի աղբավայրի այդ ծխահոտը ամբողջ քաղաքի վրա պատած է, դուրս ես գալիս Երևանից, շարժը կանգնում է, կյանքը մեռնում է, բայց իրական կյանքը այդտեղ պիտի լիներ։ Երևանում այս անկանոն կառուցապատման վրա եկամտային հարկի վերադարձ դնելով, այո, թշնամական գործողություն են արել։ Երևանում դա պետք չէր անել։ Մարզերում այո, ճիշտ հակառակը, եկամտային հարկի վերադարձ մի բան էլ ավել, ուրիշ հարկատեսակներից էլ էր պետք ազատել, բայց ոչ Երևանում։ Ոչ Երևանում։ Ես մի օրինակ էլ բերեմ, Գորիսը ասեցիք, շատ կոնկրետ օրինակ։ Անցյալ տարվա վերջին փակվեց Գորիսի պետական քոլեջը։ Մի հատ հրաշալի տնօրեն ունեին, Կարեն Լազարյան, 100-ամյա քոլեջ է, լավ ավանդույթներով, 300-400 ուսանողով, այսպես դրեցին կոպիտ ձևով, քանի որ Կարեն Լազարյանը կառավարության համար ընդունելի կերպար չէր, ըմբոստ էր այդ մարդը, համարձակ էր եւ համարձակ ծրագրեր անում, լավ քոլեջ էր, փագեցին ու վերջ դատական process-ների մեջ մի հատ հիմնարկ փագեցին, կրթական հիմնարկ։ Նույնը ախր համալիր, որ ասում եմ ամեն տեղ են այս ավիրացիոնը, այս բանի քաղաքը, որ ակադեմիական լինելու է, դա գիտեք ինչի անելու։ Էլի Վանաձոր, Գորիս, Գյումրի, Քյավառ, Իջևան, բոլոր այս տեղերի կրթական բաները, հիմնարկները, բուհերը փակում են։ Ինչ են անելու է ժողովուրդը, էլի բոլորը պիտի գան Երևան։ Հասկանում եք, այս դա չի կարծելու, պարմանական, դա պարզ է որ դա չի կարծելու, սրանք փոխալացում չեն կարողանում անել։ Բուհերը փակում են, բայց բնականաբար այդ ակադեմիական քաղաքը չեն կարող կառուցել։ Իհարկե չեն կարող, որովհետև դա հնարավոր չէ։ Ասֆալտի փոխալացում սրանք չեն կարողանում անել, ուր մնաց ակադեմիական քաղաք կառուցեն։ Ջերանջատումներ են։ Նայեք, այդ որ ասում եմ Հայաստանը պարտվում է ներսից։ Ալիևը այստեղ մեղավոր չէ։ Հայաստանը պարտվում է ներսից իր կրթական համակարգ, իր ապագան ոչնչացնելով, իր եկեղեցիական հոգևոր դաշտը ոչնչացնելով ավիրում են, տեսնում եք ինչ է կատարում, Սփյուռքի աջակցությունը ոչնչացնելով, նա լոբինգը ոչնչացնելով, եկեղեցու լոբինգը միջազգային հարթակներում ոչնչացնելով եւ մեր միջազգային կառույցների հետ կապված բոլոր մեր հնարավոր բաները, որ բողոքներ, հայտեր, Մինսկի խումբ, չգիտեմ, մշակույթի պահպանություն ու շարժանների պահպանություն, մենք ինքս մեզ զրկել ենք բոլոր այդ բաներից։ Բանակը թույլատնելը միայն դավաճանը կարող էր անել։ Բանակը 1/4-ով կրճատել է բյուջեի կրճատելը այս վիճակում, որտեղ պատերազմական, նախապատերազմական վիճակ է կամ այդ ռիսկի մեջ են, խաղաղության պայմանագիր չկա, եւ ես կարծում եմ չի լինելու, քանի դեռ Նիկոլը այստեղ է եւ Նիկոլը ոչնչացնելու է Հայաստանի ամբողջ համակարգը։ Այսինքն, այստեղ մեղավոր փնտրել ուրիշին, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները, ոչ ռուսները, ոչ Ալիևը այնքան մեղավոր չեն մեր երկրի քանդելու գործում, որքան էս իշխանությունները։ Եթե նրանցից յուրաքանչյուրը ժողովականության փոխարեն էս ծանր վիճակում, որ հիվանդ է հասարակությունը, ճգնաժամի մեջ է երկիրը, այդ խնդիրը լուծելու փոխարեն իրանք լուծում են միայն ու միայն ներսում սև ու սպիտակի բաժանելը, եղած համակարգերը քանդելը, ապաթիայի հասարակության ապաթիայի բերելը եւ մեր անվտանգային պաշտպանի շերտերը ոչնչացնելը։ Զրույցի վերջնամասը կառուցենք առաջիկա ընտրարշավի տրամաբանության ծիրում, պարոն Մանուկյան, թեև
ինչ մեղքս թաքցնեմ, շատ ավելի հաճելի ու հետաքրքիր է թեմատիկ եւ բովանդակային տարբեր ոլորտների զրույցը, որովհետեւ դա, այսպես ասած, դրական օրակարգ է, պրոտագոնիստական է։ Իսկ երբ այս վարչախմբի թշնամաբարո կեցվածքն ենք ցույց տալիս, ցավոք սրտի դա անտագոնիզմի է շատ հաճախ վերածվում, բայց եւ հասկանալի է, գովերքելու առանձնապես բան չկա։ Հիմա նախ մի կողմից ընդդիմադիր բևեռների խոշորացում է գնում դաշինքային բանակցությունները, դա շատ լավ է, մենք այդ մասին մեկ անգամ չէ որ այստեղ էլ խոսել ենք։ Բայց մյուս կողմից նկատվում է երկու հիմնական միտում։ Առաջինը այն է, որ հիասթափված ընտրազանգվածը շատ մեծ է, ընդ որում նաև ընդդիմությունից հիասթափված, ընդդիմադիր բոլոր բևեռներից։ Ընդդիմադիր գրեթե բոլոր միավորներից եւս պոպուլիզմ է հորդում։ Դա պետք է ընդունել անկեղծորեն, եւ կան մարդիկ, որոնք 21 թվականին ընտրել են որոշակի ընդդիմադիր ուժերի, այդ ընդդիմությունը ցավոք սրտի հիմնականում անգործություն է ցուցաբերել, տիրություն չի արել իր ընտրազանգվածին, մի քանի փողոցային շարժում գեներացնելով, ցավոք սրտի դրանք քաղաքականապես չի ձևակերպել, օրինակ ասենք խորհրդարանում իմպիչմենտ չի արել եւ այդպես շարունակ։ Հիմա կանխատեսումներ կան, որ 26 թվականի ընտրություններին կարող է նույնիսկ ավելի քիչ մասնակցություն լինել, քան 21-ին, երբ 21-ին մասնակցությունը 50%-ի էլ չհասավ։ Նիկոլը ստացավ ընտրելու իրավունք ունեցողների 27% ընդամենը, թեև շարունակում է պնդել, թե իբր հայ ժողովուրդը իրեն ընտրել է։ Եվ իհարկե, որքան քիչ է մասնակցությունը, այնքան Նիկոլը դրա շահառուն է, որովհետև իր խնդիրը հենց դա է, նույնիսկ ընդդիմադիր ընտրազանգվածին ներշնչել, որ իրենք պետք չի որ գնան տեղամասեր, բոլորն էլ մեկ են, ով էլ գան ու ինն էլ լինելու։ Ես ուզում եմ այս փակ շղթայից մենք ելքեր որոնենք, պարոն Մանուկյան, եւ մի կողմից շատ մեծ էլեկտորալ ակտիվության մղենք մեր հայրենակիցներին, բայց մյուս կողմից նաեւ նրանց իրական այլընտրանքի հնարավորություն տանք։ Մարդիկ շատ հաճախ չեն հասկանում իշխանության եւ ընդդիմության պոպուլիզմի տարբերությունը։ Ու ասում են, եթե օրինակ Նիկոլն էլ չի խոսում Արցախից, դուք էլ չեք խոսում Արցախից։ Որն է ձեր տարբերակը։ Նա կառավարում է, էլի թոշակել է ավելացնում։ Եթե նա էլ է ազգային թեմաները փակում, դուք էլ եք կենտրոնանում միայն սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա։ Հայ ժողովրդին հիմարի տեղ չեք դնում, անասունի տեղ չեք դնում։ Մեր հայրենակիցը նաև հոգևոր, չէ, արժեքներով ապրող մարդ է։ Ու ցավոք սրտի այդ ընդդիմության որոշ շրջանակների պոպուլիզմից ես էլ մի քիչ տհաճ տպավորություն ունեմ, չէի ուզի դա տեսնել։ Ձեր զգացողությունը է սա։ Շնորհակալ եմ, համարյա ասեցիք այն ինչ որ ես կուզեի ասեմ, որովհետև այդ պոպուլիզմը մեր հերանիցում է։ Մենք դրա զոհն ենք, պոպուլիզմ երբեք չենք կիրառել եւ կորցրել ենք ձայներ։ Հիմա օրինակ մեր ծրագրի մեջ 3 կետ կա, որոնք իսկապես ռազմավարական խնդիրներ են։ Մեկ անվտանգային համակարգի ստեղծումն է, դա է երկրի իշխանության թիվ 1 ֆունկցիան երկրի անվտանգության ապահովելն է։ Իսկ այդ անվտանգային համակարգի մեջ մտնում է եւ էներգետիկան, եւ կոմունիկացիաները, եւ դիվանագիտությունը, բալանսավորված քաղաքականությունը, դաշնակիցներ ձեռք բերելը, վերականգնելը նրանց եւ բարեկամների ձեռք բերելը, հասարակ քաղաքացիական մի քիչ սա անկալելի էլ չի։ Մյուսը, ասենք, հյուսիս-հարավ ճանապարհի մեր ծրագիրն է, որը ռեալ բալանսավորման քաղաքականություն է, մեգա ծրագիր է, որովհետեւ եթե տրիպը գործելու է, ապա դրան զուգահեռ եւ այլընտրանք լինելու է հյուսիս-հարավ ճանապարհի երկաթուղու ստեղծումը, ինչը 9 թվականից այդ ծրագիրը սկսել է աշխատել, միայն ավտոմայրուղուն, անցել է արդեն քանի տարի, հեսա կլրանա 20 տարին հեսա կլրանա, դեռ 30% արված չի։ Միայն դեպի հյուսիս է կառուցված, հարավը չկա, արտաշատից այն կողմ հարավը չկա։ Սա էլի ռազմավարական մտածողության բացակայություն է։ Եվ մենք առաջարկում ենք մի քիչ դժվար, էլի շատ գյուղացու համար մի քիչ կարող անկալելի չի լինի, որ երկաթուղին հյուսիսից հարավ գա, Վրաստանով գա Հայաստան, դուրս գա Մեղրի, Իրան, Հնդկաստան։ Դա այն ճանապարհն է, որով մեր ստրատեգիական գործընկերները եւ գիգանտ երկրները, հարևանները շահագրգռված կլինեն Հայաստանում անվտանգությունը ապահովելու, որտեղ դա իրենց շահերի մեջ է մտնում, այսինքն Հնդկաստանից երկաթուղին այս դեպքում կարող է դուրս գալ դեպի մինչև Ռուսաստան, որը այլընտրանք է լինում արևելք, արևմուտք ծրագրին։ Այսինքն այդ հաբը, որը ստեղծում է, Հայաստանը դարձնում է լրջագույն խաղացող, ռեգիոնալ խաղացող։ Դա է խնդիրը, խաղաղության ծրագիրը մենք նաև այս բանով ենք մատուցելու, ռեալ խաղաղության մասին է խոսքը։ Եվ այստեղ պոպուլիզմ չկա, հասկանում մենք ոչ աշխատավարձ ենք խոստանում, ոչ թոշակ ենք խոստանում, մենք ռազմավարական ծրագրեր ենք մատուցում, որի արդյունքում ացանցալ կարող են սրանք լինել։ Այդ առումով նույնիսկ իսկապես դժվար է համախոհ կուսակցություններ գտնել։ Բանը
Պոպուլիզմը տանում է շատերին, կուսակցություններ քաղաքական մրցակցում են, թե ով ինչքան լավ բան կասի։ Այն խեղճ գյուղացին էլ խեղճ վաճառողն էլ այդքան չի հասկանում, ռազմավարական, ստրատեգիական բալանսավորված քաղաքականություն, թրիպը հյուսիսային այլընտրանք եւ այլ։ Ինքը ուզում է լսի, այն ինչ ուզում է լսի։ Եվ իրեն ասում են դա։ Եվ իրեն ասում են, որովհետև ականջահաճո բանը շատ հեշտ են կալում, ես նրան ասում եմ fast food, իրան fast food են մատուցում եւ ինքը գնում է դրան։ Այդ մի խնդիր, որ շատ դժվար է լուծել, անկեղծորեն ձեզ դժվար է լուծել։ Պոպուլիզմի դեմ բան չկա, Տրամպն է պոպուլիզմով տառապում։ Բոլորն են տառապում։ Այսօր նայում եմ Տրամպի ելույթը կոնգրեսում, այդ պոպուլիզմ է։ Ամեն մի բանին էլ ծափ են տալիս, ամբողջ կոնգրեսականները կանգնում են ոգևորված, որ ինքը հայտարարում է, որ 8 պատերազմ կանգնացնել է, որոնք են այդ 8 պատերազմները, մեր վրա մեկը տեսնում ենք, այս հա։ Մինչև հուլիսի 4-ն էլ իբր ռուս-ուկրաինականը պիտի կանգնեցնի։ 24 ժամում կանգնացնում էր։ Խաղաղության պայմանագրի։ Մյուս դժվարությունը պասիվ մասան հաղթում է ակտիվ մասային։ Սա հայաստանյան խնդրեմ է։ Պասիվ մասան 60% է, պայմանական եմ ասում, ակտիվ մասան 20-30% է։ Այն 60%-ը չգալով հնարավորություն են տալու Նիկոլ Փաշինյանն իր 10-15%-ով մեծամասնություն կազմել։ Հասարակության ակտիվացումը, հասարակության այս պասիվ վիճակից դուրս գալը Նիկոլ Փաշինյանի ոչնչացման միակ ճանապարհն է։ Ժողովուրդը եթե այսքանը հասկացավ գնաց ընտրությունների, իր մասնակցությամբ ում էլ ուզում է քվեարկի թեկուզ, բայց իր մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի տոկոսը քչացնելու է այն մեծ մասի մեջ, որտեղ ինքը ունի որոշակի ձայներ, այդ որոշակի ձայնը իրանն է, այդ վարչական մեխանիզմն է, կարող է թոշակները ավելացումով մի բան իրան, եւ եթե դու ուզում ես այս 10-15 պայմանական տոկոսին հաղթահարել, պետք է 60%-ին բերես քվեարկության։ Այդ դեպքում նա կբաժանի տարբեր բաներ եւ իրենց միակ բանը վարչական է 10-15% ունենալ կդառնա փոքրամասնություն։ Թվում է թե պարզ խնդիր է, բայց այդ իրականացնելը շատ բարդ խնդիր է։ Դա դիմության մեծագույն տնային աշխատանքն է, նույնիսկ շատ ավելի քան իրենց նախընտրական ծրագրերը։ Բայց չեմ ամաչում ասել, ամբիցիաները խեղդում են կուսակցություններին։ Էլեմենտար բան չեն ուզում հասկանան, որ իրենց պարլամենտ մտնելով Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, որ իրենք իրենց 4%-ի համար կռիվ տալով նպաստում են ինքը իր 10-15%-ով հաղթի։ Այսինքն պարլամենտ մտնելը իրենց համար դոմինանտ խնդիր է, երկիրը այս վիճակից դուրս բերելու խնդիրը դոմինանտ խնդիր չէ։ Դժվար է, եթե հանկարծ այս 3 ամսվա ընթացքում այս խնդիրը չլուծվի, յուրաքանչյուր արմունկներով իր խնդիրը լուծի, կենասներ ասելով պարլամենտ մտնելու, Նիկոլը կմնա եւ բոլոր այն խնդիրները, որի մասին մենք խոսում ենք, մի բան էլ ավելի կկործանեն Հայաստանը։ Դուք կուսակցական որոշում ունեք ձևաչափի։ Մենք ունենք որոշում մենակ գնալու, մեզ համար ընդունելի է այլ կուսակցությունների համագործակցությունը, դաշինք կազմելը, եթե դա ստացվի, էլի դեռ բանակցություններ, խորհրդակցություններ գնում են, դեռևս այս բան չկա այդպիսի բան, ինչ էլ լինի, չլինի, եթե մենք մնացինք մենակ, մեր ծրագրերը շատ հստակ են, արդեն մեր ծրագրերից գողանում են։ Այն ծրագրերը, որ ասենք մի ամիս, մի տարի, 2 տարի մենք անընդհատ ասում ենք դա ոնց որ մեր մոնոպոլիան է, մնացածները բան են անում։ Այս կրթական բանը հիմա ձեզ ասեցի, այդ կրթական համակարգը 2 ամիս 2 տարի առաջ եմ ասել, որ պետք է կառավարության թաթիկներին խփել, որ այս 230 դպրոցը չփակվի։ Հիմա բոլորը այսա կվերցնեն արդեն։ Ձայն փոշիացնելու մտավախություն չունեք։ Դա է, բայց հիմա ասած դա է, դա ձայն փոշիացնելու։ Միայնակ գնալը նկատի ունեմ, դուք մտավախություն չունեք։ Իհարկե։ Անցողիկ շեմը պիտի վստահաբար իմանաք, որ գոնե ասում եք, որ 2 տարի է, որ մենք աշխատում ենք դաշինքներ ստեղծելու, համախոհներ ստեղծելու, բայց թռնում են, վախենում են, մեր մոտեցումները իրենց համար այդ ստրատեգիական մոտեցումները իրանց կենացային բաներից շատ հեռու են։ Տարբեր պատճառներ կան, բայց լա դեռ չենք ավարտել, այդպես ասած բանակցությունը, տեսնենք ինչ կստացվի։ Մարտի 14-ին համագումար ունենք, մինչև այդ տեսնենք ինչ արդյունքներ կունենա։ 21 թվականի Տեր-Պետրոսյանի առաջարկը, եթե հնարավոր լիներ կենսագործել, այն ժամանակ իշխանափոխությունը գրեթե երազելի է։ Գրեթե այո, իրականացած է։ 2 անգամ այդ առաջարկը եղավ, որ հատկապես 3 նախագահները, դրան գումարվում էին Ղարաբաղի նախագահները, կաթողիկոսը, եթե գումարվեին, խնդիր կայացնեին, որ պարտվող իշխանությանը շարք բան ես անում, թոշակ ես ուղարկում, գալիս ես իշխանության, բայց իշխանություն դու չես վերցնում, ոչ մի նախագահ չի դառնում պաշտոնյա կամ իշխանությունը իրենով չի ներկայացվում, դնում ես մեկին տեխնոկրատ 1 տարի, 2 տարի, եւ դա կլներ իդեալական լուծում։ Մենք եւ Ղարաբաղը չէինք կորցնի։ Ինչ տեսարան կլիներ, երբ Հայաստանի նախկին 3 նախագահները, Վեհապար Հայրապետը, Արցախի նախկին նախագահները իրար կողք, դա Փաշինյանի մղձավանջն էր լինելու գիշերային։ Բայց հիմա ցավոք դա գործարկելու հնարավորություն այլևս չկա,
եւ շատ է խոսվում այն մասին, որ լավ կլիներ ամբողջ ընդդիմությունը մեկ ցուցակողներ, հիմա դա արդեն անիրատեսական է եւ անիրագործելի 3-4 խոշոր միավոր է ուրվագծվում, ընդ որում շատ ուշագրավ է պարոն Մանուկյան, որ նույնիսկ ակնհայտ շեմը հաղթահարող ուժերը գնում են կուսակցությամբ, ոչ թե դաշինքով։ 21 թվականին հիշում եք ճիշտ հակառակն էր, դաշինքներ էին ձևավորվում, հիմա բոլորը նույնիսկ ասենք ընդդիմության ֆավորիտ ուժեղ Հայաստանը կամ մեր ձևովը գնում է կուսակցական ցուցակով եւ ոչ թե դաշինքով։ Հնարավորություն կլինի, ինչպես իշխանությունն է շատ հաճախ ասում, Գյումրիի 2 խաղարկելու եւ ընդդիմադիր երկրորդ, երրորդ, չորրորդ ուժերի կողմից միասնական տեխնացու առաջադրելով իշխանազրկելու ԿՊ-ին։ Չեմ կարող ասել։ Դա խիստ պրոգնոզի դաշտից է, բայց մի երևակայությունը պիզորտ ասել չեմ կարող ասել իսկապես, ես չէի ուզի այդպես տարբերակ լիներ։ Չէի ուզի։ Չէի կուզի։ Եթե այս փուլում հասարակությանը ակտիվացվի եւ նորմալ ուժերի դաշինք լինի, թեկուզ ոչ մեկ ցուցակով գոնե պայմանավորվածությամբ իր աջակցելով, կուզեի, որ մինչև ընտրությունը այդ խնդիրը լուծվեր։ Որովհետեւ այս դեպքում առաջանալու է ձեր ասածի դեպքում գոնե ճգնաժամ։ Եթե մի ուժ մեծամասնություն չի ավակում, այնտեղ կոալիցիաները սկսում են խարդավանքներ, խաղեր, ոչ հաճելի։ Երկրորդ փուլ է նշանակվում նույնիսկ, եթե չի ձևավորվում մեկ շաբաթվա ընթացքում։ Անկեղծ ասած, ես չեմ ուզի Հայաստանում անիշխանության երբևէ բան ձևավորել։ Դա վատագույն բան է։ Դա վատագույն տարբերակն է։ Լավագույնը մինչև ընտրություններ խնդիրը լուծելն է եւ մանավանդ ավելի կարեւոր են քաղաքացու ակտիվացումը, որովհետեւ քաղաքացին իր մեջ ընտրություն կատարում է մինչև ընտրության գնալը։ Մինչև տեղամաս գնալ իր մեջ արդեն ընտրություն։ Այսինքն իմ ցանկությունը հետեւյալն է, որ քաղաքացին մինչև հունիսի 7-ը ունենա իր մեջ ընտրությունը։ Հանրակրվեի գնալուց առաջ մարդիկ արդեն գիտեին, որ գնում են Հայաստանի անկախությանը կողմ քվեարկել։ Լավագույն լուծումը դա է։ Հիմա կտեսնենք, եթե թույլ կտակ մի հատ հայտարարություն անեմ, էլի, այս շարժման հետ կապված, որ չնշվեց եւ իշխանությունները ուղակի մերժեցին, զեղչեցին, հա, այսօրվա տերմինով Արցախյան ազատագրական շարժումը։ Չկար ոչ մի բան, ոչ մի հաղորդում, ոչ մի հայտարարություն, ոչ մի։ Իրենք մերժել են, էջը պատմությունը ջնջել են։ Մենք անընդհատ փորձում ենք այդ էջը պայել, որովհետեւ դա մեր պատմության լուսավոր էջն է։ Դա փայլատակումն է, դա ոգեղեն է, դա աստվածային բան էր, որը մեր ազգի հետ տեղի ունեցավ։ Եվ այդ շրջանակներում ես անդադ հանդիպումներ, գրքեր, դասախոսություններ, բաներ եմ անում։ Առաջիկա հաջորդ բանը միջոցառումը լինելու է իմ նկարների անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է շարժմանը։ Դա լինելու է Վանաձորում, Վանաձորի պատկերասրահում, եւ այդ ցուցահանդեսի ամբողջ բանը գովերքելն է մեր շարժումը, ազգային ազատագրական այդ զարթոնքը։ Ցուցահանդես տեղի է ունենալու շաբաթ օրը ժամը 2-ին Վանաձորի Կերպարվեստի թանգարանում, կրկնում եմ, որը նվիրված է շարժման տարեդարձին, հրավիրում եմ իմ բոլոր ընկերներին, համախոհներին, արվեստագետներին մասնակցելու այդ սիրուն միջոցառմանը։ Ես հաջողություն եմ մաղթում եւ ձեզ եւ Հայ ազգային կոնգրեսին առաջիկա ընտրարշավում եւ տա Աստված, որ հունիսի 7-ին կամ մինչև այդ ինչպես հրաշալի ձևակերպեցիք լուծվի այս կարևորագույն խնդիրը, որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք։ Մի նախադասությամբ հայ ժողովուրդը իմպուլսիվ ժողովուրդ է։ Շվեդների նման չէ, որոնք հավասարաչափ են, հանգիստ են, էմոցիոն։ Ես հույս ունեմ, որ այդ իմպուլսիվ լինելը մենք շատ արագ տխրում ենք, շատ արագ ոգևորվում ենք, շատ արագ քեֆ ենք անում, հետո հաջորդ օրը գնում ենք տխրում ենք, թաղման ենք եւ այլն։ Այդ իմպուլսիվությունը ինձ ցույց է տալիս, որ մինչեւ հունիս հայ ժողովուրդը մի հատ իմպուլս պետք է ունենա։ Այսինքն ներքին մի հատ ռեսուրս է բարձրանալու, որպեսզի ինքնաբնազդի, ինքնապաշտպանման այդ էներգիան, այդ ուժը բարձրանա երև եւ ժողովրդին հանի փողոց կամ դեր կանգնի իր անկախությանը, իր պետականությանը եւ գնա ընտրությունների։ Դա մեզ բնորոշ է։ Այդ իմպուլսիվ լինելը վստահ եմ, հուսամ, ես էլ կաշխատեմ, որ այդպես լինի, ժողովուրդը մի հատ էլ ամբոստանա իր երկրին տեր կանգնելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ազգային ժողովի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի հետ սա ուրախնդրի հերթական թողարկումն էր 168 TV-ի եթերում։ Կհանդիպենք։ Ցտեսություն։